Բարև ձեզ, եթերում Խատուտիկ ռադիոն է։ Այսօրվա թողարկումը իմ մասին է։ Ես իմ ընտանիքի օգնությամբ կպատմեմ իմ մասին, քանի որ ամեն ինչ չէ, որ ես գիտեմ իմ մասին։ Ես Ռուբեն Գրիգորյանն եմ։ Ես ծնվել եմ Իսպանիայում 6 տարեկան։ Իմ հայրիկի անունը Սիմոն է, իսկ իմ մայրիկի անունը Փարանձեն է, իսկ ես ունեմ քույրիկ, նրա անունը Մարիաննա է։ Ես գիտեմ, որ իմ հայրիկը իմ անունը դրել է Ռուբեն, բայց տեսնենք ինչու է հենց դրել Ռուբեն։ Քեզ անվանեցինք Ռուբեն, քանի որ հայկական ընտանիքներում կա ավանդույթ առաջին տղա թոռին անվանել պապու անունով։ Դու կրում ես քո Ռուբեն պապիկի անունը, եւ քանի որ դու իմ դեռևս առաջին տղան ես, այդ պատճառով քեզ անվանեցինք Ռուբեն։ Պապ, որ ես ծնվեցի, ինչպիսին էի։ Ռուբի, երբ որ դու ծնվեցիր, շատ գեղեցիկ էիր։ Աչքերդ կանանչ էին, մաշկդ շատ սպիտակ, աչքերդ շատ խելացի ու հետաքրքիր էին, նայում էիր մեզ ինչպես մի հատ մեծ տղա և ուժեղ էիր։ Ես 6 ամսական էի, որ մենք վերադարձանք Հայաստան, այդ վաղտ իմ քույրիկը 5 տարեկան էր։ Երբ մենք գնացինք Հայաստան, մանանը գնաց դպրոց, իսկ ես, որ մի քիչ մեծացա, գնացի մանկապարտեզ։ Ես պարտեզ եմ գնացել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ որ մանան էր սովորում։ Հետո ես գնացի նախակրթարան 5 տարեկանների խումբ։ Հետո, որ ավելի մեծացա, գնացի առաջին դասարան դպրոց։ Ես նաև գնում եմ դաշնամուրի և լողի։ Իսկ հիմա տեսնենք քուրիկն ինչ կասի իմ մասին։ Ռուբ, քո ծնվելուն ես շատ սպասում էի, ու երբ դու ծնվեցիր, ես քեզ շատ սիրեցի, ու մինչև հիմա քեզ շատ սիրում եմ։ Մենք փոքրուց միասին լավ ընկերներ դարձանք և մինչև հիմա իրար կողքի ենք, ինչ էլ լինի, պատրաստ եմ լինել կողքիդ, ախպերս։ Մամ, իսկ դու ինչ կասես, ես լավ տղա եմ։ Իհարկե Ռուբս լավ տղա ես, դու իմ արդար, ազնիվ, ուժեղ տղուկն ես, ես քեզ շատ եմ սիրում, շատ։ Մամ, իսկ ես խելոք էի, հիմա կամ փոքր վախտ։ Ռուբս, անկեղծ ասեմ, դու պուճու ժամանակ էլ խելոք չես եղել, հիմա էլ խելոք չես, բայց չար էլ չես, դու խելացի, ակտիվ բարիկ ես։ Չարաճճի լավ, քուրիկը կողքից ուշեց, որ չարաճճի ես, միշտ էլ չարաճճի ես եղել, բայց հիմա մի քիչ մեծացել ես, ավելի համով չարաճճություններ ես անում։ Ինչ, շնորհակալություն, տեսություն, մնացածն էլ դուք գիտեք։